Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանքներ չի կատարվել։ Ավինյանի հանձնարարությունը չի կատարվել։ Շիրակի փողոցի մեծ փոսերը սահմանված ժամկետում չեն լցվել։ Շենգավիթի վարչական ղեկավար Տիգրան Գաբրելյանն ասում է, փորձել են լցնել փոսերը, բայց խանգարող հանգամանք է եղել։ Անկեղծ ասած, մենք փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, բայց քանի որ անձրևը հետո եկել է, այդ անձրևը լվացի մեքենանի հետ տարել։ Իմաստը որն է, իմ 3-4 օր առաջ ասելու այդ ռիսկային հատվածներում աշխատանք անելու, մինչև որ փոսալցումը կհասնի։ Քաղաքապետն ասում է, կան փոսեր, որոնք շատ ավելի վտանգավոր են։ Դրանց առաջնահերթություն տրվել է։ Այո, պատասխանում է քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետը։ Անդրանիկ Թևոսյանի խոսքով ուրբաթ օրվանից սկսվել են բուն փոսալցման աշխատանքները։ Ուրբաթ Կիրակի օրերի ընթացքում մոտավորապես կտրվել է 4500 քառակուսի մետր տարածք եւ արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 2100 քառակուսի մետրը։ Նաև միաժամանակ արվել է 1000-ից ավել տեղային լուծումներ, այսինքն հրատապ տեղային լուծում ենք տվել 1000-ից ավել փոսերին։ Ունեցել ենք միայն բարդություն շաբաթօրի եղանակի հետ կապված, այլ դեպքում բարդություն չենք ունեցել։ Նոր Խարբերդի մանկապարտեզի շինարարությունը ձգձգվում է, որն է պատճառը։ Պարզվում է հողի նշանակությունը փոխելու հարց է եղել։ Սխալմամբ այն ներառվել է որպես անտառային հող, սա շտկելը տևել է ամիսներ։ Սխալը մերն է միանշանակ եւ դրա համար միգուցե կարող է ինչ-որ մեկին պետքա խաչել, բայց մի տարի այդ սխալը ուղղելու վրա մենք չպետք է ծախսենք։ Նոր Խարբերդցիներին այդ մանկապարտեզը խոսք եմ տվել ես։ Ու մեր բոլոր գերատեսչությունները պետքա այդ process-ում ունենան մասնակցություն ու ասեն դե գիտեք ոնց մի հատ էս հարցին է պատասխանեք, մի հատ այն հարցին է պատասխանեք ու մի տարի մենք հարցերի պատասխանենք։ Սա նորմալ չի։ Ստացվում է Նոր Խարբերդի երեխաներն արդեն 1 տարի է այս մանկապարտեզ չեն կարողանում հաճախել, մեկ սխալի պատճառով։ Ինես Ասուքյասյան, Էպիկենտրոնի համար։